Կեսարիայում Պետրոսի պապն ամեն ինչ ուներ՝ տուն, ընտանիք և սիրած զբաղմունք։ Տարիների վաստակն ու ծննդավայրը թողնել չէր պատրաստվում, սակայն նրա փոխարեն իր ու շատ հայերի ճակատագիրն արդեն վճռել էր երիտթուրքական իշխանությունը։ Նախճիրն արդեն սկսված էր և Հարություն Նակաշյանի ընտանիքը նույնպես տեղի հայության պես ստիպված էր բռնել գաղթի ճանապարհը։ Բաժանում են սաղ իրարից, փախչում են ով որտեղ կարողանում էր։ Պապիկս գերի ալորցվել ու տանելուց են կոտորածի այդ բանով երթով ոնց են ասում, տանելուց են եղել ու մի անտառի մեջ տանելու ժամանակ մի թուրք զինվոր ասել է դու ինձ շատ դուր ես գալի էլի, շատ սիրում եմ երեխա ես, ես չեմ ուզում որ քեզ կոտոր սպանեն։ Ասում է հիմա որ պետք է բանը արդեն ինչ որ շրջադարձ պիտի արվի, որ թեքվելու են մի կողմի վրա, ասում է դու կթռչես ձորի վրա ու կգնաս դեպի ներքև։ Ես իրանց կտանեմ, ես կկրակեմ դեպի վերև։ Ու դու տենց էլ անում է։ Ու տենց այդ թուրք զինվորը փրկում է այն պապիկին։ Գաղթականներից հեռանալով Հարությունը 40 օր շարունակ սոված ու միայնակ քայլում է անտառում, մինչև որ համարձակություն է ունենում մոտենալ բնակելի տների։ Հարությունին օգնում ու ապաստան է տալիս մի քուրդ ընտանիք։ Հարությունն այլևս փրկված էր տանջանքներից, իսկ մինչ այդ նրա տեսածն ու ապրածն անպատմելի է։ Նշանված է եղել պապիկի աղբերը, նշանված է եղել ու այդ կոտորածների ժամանակ իր նշանածի աչքի առաջ իրան սպանել են, մորթել են թուրքերը։ Ու այդ կինը չնայած դեռ ամուսնացած չի եղել, բայց չի ուզեցել գնալ տեղից, ասիկ այդ մերոնց ընտանիքի չի ուզեցել բաժանվի ու պապաս ասել է Անիկ գնա էլի գնա կյանքը դասավորի կազմակերպի։ Արդեն հարազատ դարձած քրդի ընտանիքը Հարությունին Կարսիկայանում աշխատանքի է տեղավորում և Հարությունն ինքն այդ ժամանակահատվածում բազմաթիվ հայերի է օգնում հեռանալ Թուրքիայի սահմաններից։ Մի օր պապաս գնում է շուկա, որ առևտուր անի, մեկ էլ տեսնում եմ մի հատ ծանոթ դեմք է, կին է ինչ որ դեմ դիմաց գալիս է, զարմացած նայում է, դե քանի տարի չեն տեսնում, չեն ճանաչում մոմենտ տակ ու ասում է այդ կինն էլ իրան է նայում, ցեն ճակատի գալիս են հանդիպում են ու մեկ էլ անցնում են ու մեկ էլ միանգամից հետ են դառնում երկուսն էլ։ Հետ են դառնում ու պապաս գոռում է Անիկ դու ես, են էլ ասում Հարություն դու ես։ Հարությունն իհարկե գտնում է իր ընտանիքին, սակայն պատմության այն հատվածը, թե ինչպես է Նակաշյանների ընտանիքը վերամիավորվում և տեղափոխվում Ռումինիա, Պետրոս Նակաշյանն այդպես էլ չկարողացավ հիշել։ Հենց Ռումինիայում էլ ծնվում է Պետրոս Նակաշյանի հայրը։ Հա, այս պապիկս է, այս խորտ տատիկս է, երկրորդ տատիկս է, այս պապաս է, այս էլ իր այս տատիկի ծնված քույրն է։ Նակաշյանների ընտանիքը վերադառնում է հայրենիք, սակայն նրանց և բոլոր արևմտահայերի կյանքում 1915 թվականն իր անջնջելի հետքն է թողնում։ Արհեստավոր շինարար հայրն իր ստեղծելու արարելու ձգտման շնորհիվ ամենտեղ տուն ու ընտանիք է կազմում և իրեն շրջապատող օտար հողը հարազատ դարձնում, սակայն հայրենի հող ու ջրի կարոտը փոխանցվում է նրան արյամբ և գենետիկ հիշողությամբ։ 99 տարի անցել հայրն այսօր աշխարհի որ ծայրում է լինի, հարգանքի տուրք է մատուցում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում երիտթուրքերի չարաբաստիկ արարքը։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։